Ողջունում եմ բոլորիդ եւ կարծում եմ յուրաքանչյուրի տանը այսօր նույն երուզերն է ինչ որ մեր տանը եւ ինչպես յուրաքանչյուր տան տիկին ասում է այսօր գեներալնի ուբորկա պետքա անենք, բլինչիկի լիստերը սարքենք, քանի որ ես ունեմ աշխարհի ամենահրաշք, ամենասեր սկեսուրը, մենք ունենք բլինչիկի լիստեր եւ կունենանք նաեւ բլինչիկներ հետ չմնալու համար թրենդից, բայց կարծում եմ հիմա ովքեր որ կդիտեն, ովքեր հետո կդիտեն, բոլորիդ մոտ այս նույն վիճակն է, ռուսերեն ասած tvorческий беспорядок եւ ուզում եմ ձեզ հետ կիսվել, սկզբից մտածում էի ձայնագրեմ, հետո մոնտաժով տեղադրեմ, բայց կարծում եմ ինչքան իրական ենք, այնքան սիրված ենք եւ այնքան սպասված են մեր հոլովակները։ Ամեն տարեվերջի ես այդ ուբորկա ասվածը անում եմ նաև փաստաթղթերից հետ կապված եւ տարվա օրինակ այսքանը ես արխիվացնում եմ, որովհետեւ չեմ թափում, բայց արխիվացնում եմ, պետք չեն, բայց գուցե մյուս տարի արդեն դրանք թափեմ կամ որոշ ժամանակ անց սրանք տեսեք, պատրում եմ պարտադիր փաստաթղթերը թափելուց առաջ պատրեք, եթե աղբն եք նետելու Եվ շատ ոչ հաճախ եմ անդրադառնում նաև ձեռքբերումներին, որովհետև տարեց տարի, երբ որ դու աշխատանքային փորձը շատանում է, ձեռքբերումները նույնպես շատանում են եւ դրանց շատ քիչ ենք անդրադառնում։ Բայց թող սա լինի նաև ինչու՞ չէ լայֆ հակ, սա մոտիվացնում է եւ ամեն անգամ ասել ու ասելու եմ, որ շնորհակալ լինելը արվեստ է եւ ամեն մի փոքր պարտադիր չի դա լինի ինչ որ մի նյութականի համար, շնորհակալություն որ կանք, շնորհակալություն որ ծնվել ենք, շնորհակալություն որ ապրում ենք այս աշխարհում, ողջ ենք, առողջ ենք եւ այսպիսի, տեսեք վրան գրված է արև քեզ եւ սա դեռ 2019 թվականին նվեր եմ ստացել իմ ընկերներից մեկից, ով եւ այսպիսի պայուսակներ, իդեպ շատ ունեմ պայուսակներ, բարձր բաժակներ, որի համար նույնպես շնորհակալություն եմ հայտնում, որովհետեւ շատ հաճելի է եւ շատ թանկարժեք են այս նվերները ինձ համար։ Հիմա առանց ձեզ չեմ բացել, որովհետեւ հիմա միասին ենք դասավորելու եւ սա այն փաթեթն է, որին ոչ ամեն տարի եմ անդրադառնում, տեսնենք ոչ մի ձեռքբերում չմնաց տոպրակի մեջ։ Դրոշը առաջինը, որը սիրով պահել եմ, որովհետև այս տարի 2025 թվականին ստացել եմ փաստաթուղթ, որով ներկայացնում էի մարդու իրավունքների պաշտպանը եւ ներկայացնում էի էկոսոկը, այսինքն սոցիալական դաշտում եւ քիչ թե շատ ծրագրեր իրականացրել ենք, հերթականությամբ առաջուհետ չեմ անելու։ Դիպլոմ օժիտի համար Այսպես, որը բացելուց ճռում է, ինձ թվում է բոլորի օժիտի դիպլոմները ճռում է։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի կողմից ստացած շնորհակալագիրն է, որի համար շնորհակալ եմ նաև Ալվարդից, որ ճանաչում եմ նրան, ով Նորազնաբերդի լույսն է եւ Պարոն Միքայելյանը իմ շատ սիրելի արդեն հարազատ մենք ունենք, կարծում եմ բոլորս ունենք, մեր սրտի բնակիչներ, կան մարդիկ, որ կան մեր կյանքում, առհասարակ կարծում եմ հոլովակները երբ որ նայում եք, տեսնում եք կան մարդիկ կամուրջներ, ովքեր մեզ ինչ-որ մեկի հետ կապում են, հետո անհետանում են, օրինակ ես կարծում եմ, որ ես շատ մարդկանց համար հանդիսանում եմ մարդ կամուրջ եւ շատ կարեւորում եմ իմ այդ դերը, որ կարողանում եմ օգտակար լինել եւ լավ ռեսուրսը կապել մեկ այլ ռեսուրսի հետ, որը որ հետո պսակվում է համագործակցություններ են լինում, պսակվում են հաջողությամբ եւ յուրաքանչյուրի հաջողությանը ուրախանում եմ, որովհետեւ ձեր հաջողությունը իմ հաջողությունն է, երկրի հաջողությունը իմ հաջողությունն է։ Այս ներդիրի մեջ պահել եմ նաեւ Գուսան Հայկազունի երգը, որը պատմություն է, որը միգուցե տարիներ անց ես մտածում եմ, որ իմ այս ամբողջ անցած ճանապարհը ինչ որ դոկումենտալ ֆիլմի պետք է վերածեմ։ Եվ հայեր միացեք երգը այստեղ վերափոխած շատ ցավալի է, որովհետև այս երգի մեջ կհիշեք առաջ երգում էր Արցախն է մեզ կանչում օգնության հասեք, հիմա
բառերը վերափոխված են եւ կարծում եմ նաեւ հեղինակի համար է դժվար։ Սա որպես հուշ, այսպես պահելու եմ որպես պատմություն, սա page, երբ որ առաջին տիկնոջ, իմ շատ սիրելի տիկին Աննա Հակոբյանի հետ գնացինք Պարսկաստան եւ 92 երկրների ներկայացուցիչները եւ առաջին տիկիններն էին, ես տիկնոջ հյուրն էի եւ ես չէի նկատում ոչ նախագահին, ոչ նախարարներին, ինձ համար կարեւոր էր ճիշտ դրսևորել, ճիշտ ինքնադրսևորվել եւ ինձ համար այնտեղ էլ այդ ամեն ինչը տիկին Աննայի շուրջ էր, մնացածը սովորական այցելություն էր, որովհետեւ նաեւ տարիները փորձ են տալիս, որ այսպիսի այցելությունները ժամանակի ընթացքում մոռացվում են, բայց մնում են այն հույզերը, որոնք որ ես ունեցա, այն ապրումները եւ որի համար շնորհակալ եմ առաջին տիկնոջը այս հնարավորության համար։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության էլի մարզպետի աշխատակազմ ներողություն 25 թվական, 24 թվական, այս մեկը Վայոց ձորի մարզի համայնքների զարգացման ուղղված ծրագրերում ունեցած ներդրման եւ արդյունավետ գործունեության համար էլի շնորհակալություն Արոն Միքայելյանին։ Նաեւ վերահիշում եմ, կարծում եմ հետաքրքիր է եւ շատ հույս ունեմ, որ դուք էլ կկրկնեք։ Տրվում է Ստելա Սարուխանյանին Վայք համայնքի բնակչության եւ անձամբ իմ անունից, սա պարոն Մխիթար Մաթեոսյանից դեռ 2022 թվականներն էլ պետք է ասեմ անպայման 22 թվականին էլի դասընթացների շրջանակում այդ ժամանակ Խնձորուտ Նորազնաբերդ գյուղերում դասընթաց ունեինք, որը էլի համակարգել էինք Ալվարդի հետ եւ այն ժամանակ դեռ առաքյալները չկային տիկին Հասմիկի աջակցությամբ էր։ Սա իմ շատ սիրելի եւ պարտավորեցնող պատվոգիրն է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն 2019 թվական եւ մի քանի օր առաջ երբ որ ունեի հանդիպում պարոն Պապոյանի հետ, ես Ստելաս իմ մտքերով վեր էի կացել եւ գնացել գյուղատնտեսության նախարարություն, որն այլևս գոյություն չունի, բայց ես շատ էի սիրում, երբ որ առանձին էր, կարծում եմ այս բլոկը շատ կարեւոր է, որ առանձին լինի, չնայած մենք ունենք շատ բանիմաց խելացի շատ խելացի եւ նվիրված պարոն Պապոյան, ով հրաշալի համակարգում է։ Ուղղակի որ իմ ոլորտը գյուղն է, երևի դրա համար գյուղնախարարություն որպես այդպեսին կցանկանայի լիներ առանձին եւ լիներ ոչ թե Երևանի կենտրոնում, այլ որևէ մարզում։ Ամեն դեպքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի եւ բեղմնավոր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական նվաճումների համար ոսկե մեդալով պարգևատրել Ստելա Սարուխանյանին կանաչ արահետ հասարակական կազմակերպության մարքեթինգի խորհրդատու իմ սրտի կանաչ արահետը, որը որ կերտել է իմ ճանապարհը։ Ինձ թվում է կհասնենք ներդիրին էլ, որովհետև մեդալը ավելի խորը տեղ է պահված։ Սերտիֆիկատ Կատարին է կանանց քաղաքական առաջնորդության ծրագրին եմ մասնակցել դեռ 2021 թվականին հրաշալի ծրագիր է եւ ովքեր որ ավելի ակտիվ հասարակական գործունեություն են վարում կարող են մասնակցել, կարող են Facebook-ով գտնել Կատարինեի էջը եւ ասեմ, որ չնայած այստեղ ասում է կանայք քաղաքական առաջնորդության ծրագիր, կանանց ներողություն, բայց սա միայն քաղաքականություն չէ, այնքան ուսուցում է տալիս, այնքան գիտելիք է տալիս Կատարինեն իր հանդիպումների ժամանակ եւ հրաշալի մենթորների ուղեկցությամբ մենք անցնում ենք այդ դասընթացը։ Կրկին Կատարին է, սա արդեն 20 թվական,
Երբեմն զարմանում եմ ինքս ինձ վրա, երբ եմ սա հասցրել եւ առաջին անգամ է ճիշտն ասած, որ նմանատիպ անձնական ուղիղ եթեր եմ անում ու շատ եմ ուզում, որ սա դառնա live hack։ Շնորհակալագիր տրվում է Ստելլա Սարուխանյանին հայությանը իրար հետ կապելու, հայոց երկիրը արարելու եւ բոլորին արևիշող դարձնելու համար։ Սիրով նոյեմբերյանի հասկեր արտադրամասի հիմնադիր տնօրեն Հերմինե Հախվերդյանից։ Բոլորը կարդալու են, բոլորը կարևոր են եւ սրանք էլ պակաս կարևոր չեն, քան գյուղնախարարության մեդալը, որովհետեւ այն նվաճումներն ու սերը, որ ես ունեմ ձեր շնորհիվ է, ամեն մի գյուղի ու ամեն մի գյուղացու շնորհիվ է, որովհետև ես միշտ ասում եմ, որ ամենահայ գյուղացին ես եմ, ամենագյուղացու կերպարը ես եմ եւ այսօր էլ այսպիսի ֆորմատով էլ ուղիղ եթեր եմ անում, որովհետև ինչը ավելի իրական է եւ ավելի է սիրվում եւ երբ որ դու արհեստական չես ու արհեստական կամ ձևական կամ շրջանակի մեջ մարդը կարող է լինել մի ամիս, 2 ամիս, լավ մի տարի, 2 տարի, բայց ոչ 15 տարի եւ ես իմ տեսակը երբեք չեմ փոխում, չեմ փոխելու եւ հպարտ եմ իմ հայ գյուղով, հպարտ եմ հենց իմ առաքելությունը, որը ընտրել եմ, ունենալ գունավոր երջանիկ ու արևոտ հայ գյուղ, ժպտացող հայ գյուղացի, ես հպարտ եմ, որ իմ ճանապարհ անցնող կոշիկը դա դեղին կալոշներն են, որպես խորհրդանիշ իմ աթոռը ծղոտետուկն է, իմ կաբինետը գյուղացու մի սենյակն է, որտեղ վառարանի կողքին նստած մենք զրուցում ենք գյուղի անցուդարձից անցյալից եւ ես սիրում եմ գյուղը, ես ինձ գյուղում եմ տեսնում, գյուղացու կողքին եմ տեսնում, գյուղացու հետ եմ տեսնում եւ երբեք չեմ փոխի այդ իմ կենսակերպը, որը ես անվանում եմ առաքելություն, որևէ մեկ այլ ոլորտի հետ կամ աշխատանքի, չնայած իմը եւ աշխատանք եւ սա պայմանագիր է, որտեղ համագործակցել եմ Civita AM-ի հետ, կրկին հրաշալի կազմակերպություն, այնտեղ ես եղել եմ մենթոր, որովհետև մեր ժամանակներում դու մի օր կոչվում ես մենթոր, մի օր կոչվում ես քոուչ, մի օր կոչվում ես դասընթացավար, բայց իմ համար հոգեհարազատ իհարկե դասընթացավարն է, որի ժամանակ ես ավելի շատ նաև սովորում եմ յուրաքանչյուրից UNDP, սա ՄԱԿ-ի ծրագրի շրջանակում կատարած համագործակցությունն է, ինտեգրված գյուղական զբոսաշրջություն ծրագրի շրջանակում Դրախտիկում իրականացրել ենք ծրագիր, որտեղ հիմնել ենք Երամակ ձիարշավարանը, որի համար շնորհակալություն իմ շատ սիրելի Լուսինեին, Արմանին, Վալեսյան եւ հրաշալի գործ են անում ու շարունակական հենց հոգնեք կգնաք Ֆլինչիկի լիստերը սարքելու։ Շնորհակալագիր տրվում է առայն, որ Ստելլա Սարուխանյանը աջակցել է սոցիալական ձեռներեցությանն ու մշակույթը հանուն սահմանամերձ գյուղերի զարգացման միջոցառմանը։ Ես եմ շնորհակալ, սա Մկոյան Գոհարի կողմից է։ Մոռանում եմ թվականները կարդամ, այստեղ թվականը նշված չի, երևի սա Մարգարիտայի միջոցառումը կազմակերպելու համար է։ 2019 թվականի պատվոգիր եմ ընթերցում եւ իրականում ինձ համար սա հաճելի է ամեն դեպքում ես միշտ ասում եմ, որ ես չէ։ Իմ մամաս մի օր դեռ 18 այս թեմային անդրադառնալու եմ մեկ այլ եթերի ժամանակ, երբ խոսեմ կրթվելը նորաձև շարժման մասին, դա մայիս ամսին եմ խոստացել, որ այդպիսի եթեր եմ անելու, բայց քանի որ նաև մենք նախաձեռնության համահիմնադիր եմ, դեռ 17-16 թվականներն կամ ավելի շուտ կարծում եմ, երբ որ ես սկսեցի լայվեր անել ու շատ ավելի շուտ կգտնեմ մի օր նաև այդ գրառումը եւ իմ մայրիկը որպես իմ ուսուցիչ, քննադատ, սենսեյ, քոուչ եւ ինչ բառ գիտեք այդ ուսուցանող, դա իմ մայրիկն է առաջին հերթին, ով շատ խիստ է, շատ
Առաջին ուղիղ եթերս լայվս գյուղական զբոսաշրջությանն էր վերաբերում գյուղատնտեսությանը, երբ որ խոսեցի վերջացրի, զանգեց մամաս եւ ես սպասում եմ լարված էի իհարկե առաջին անգամ էկրանից, այն ժամանակ երկար մի ամբողջ օր պատրաստվում էի, որ մի ուղիղ եթեր մտնեմ, իսկ հիմա արդեն դա սովորական է, ի դեպ նաև հաճելի, որ դարձել է կենսակերպ, պարզապես վերջին շրջանում ինչու ուղիղ եթերներ չունեմ ժամանակի սղության պատճառով, բայց երևի փետրվար ամսից ունենալու ենք հաղորդաշարի ֆորմատով գյուղացիների հետ հարց ու պատասխաններ, հարցազրույցներ, գյուղերի այցելություններն ենք լուսաբանելու եւ կարծում եմ ավելի շատ կշփվենք եւ քանի որ տարեվերջ է եւ կիսվում եմ ձեզ հետ այսպիսի տնավարի համարում եմ որ եկել եք սուրճ ենք խմում եւ զրուցում եւ սա չնայեք ինչ որ մի հաղորդաշարի տեսանկյունից այլ համարեք ձեր տուն եմ եկել կամ դուք եք ինձ հյուր եկել ուզում եմ ասեմ յուրաքանչյուրիդ ուզում եմ ասեմ իմ 10 միլիոնանոց ընտանիքին որ ցանկացած հարցում, եթե կարող եմ օգտակար լինել, գրեք ինձ, որովհետև 26 թվականին էլ ավելի ակտիվ ենք լինելու։ Ծրագրերի համագործակցությունների համար կարող եք գրել Քրիստինե Վարդանյանին, ով ողջ իմ ծրագրերն է համակարգում բոլոր ճյուղերի եւ նաեւ միասին ներկայացնում ենք իմ գյուղը հասարակական կազմակերպությունը Եվ ցանկացած հարցով գրեք ինձ, գրեք նրան եւ ում իմ չարցով կարողանանք օգտակար ենք լինելու եւ եկեք միշտ հիշենք, որ անհնարին ոչինչ չկա, յուրաքանչյուրս կարևոր ենք, յուրաքանչյուրիս մոտ կստացվի, եթե նպատակը դրական է, գունավոր է կամ երազանքը վերածենք երազանքը նպատակի եւ իրագործենք։ Որպեսզի իմ այս երկար սպասված process-ը, որ ես ուզում եմ, որ ամեն մի ընտանիք հարուստ լինի եւ թող հարուստ լինելը ոչ թե լինի թաքուն, այսինքն մենք անընդհատ արդարանանք, որ ինչպես մեքենա գնեցինք, ինչպես բնակարան գնեցինք, այլ լինի ազնիվ, լինի մեր աշխատանքով, աշխատասիրությամբ եւ մենք հպարտ լինենք դրանով եւ ստեղծենք աշխատատեղեր, որ ունենանք մի օր, որ աղքատ ընտանիք չունենանք եւ Հայաստանում աղքատ ընտանիք չլինի ու ամոթ լինի աղքատ լինելը, որովհետեւ այսօր ունենք դեռ 23 թվականի տվյալներ, չնայած թարմացված չունենք, չգիտեմ որ նախարարությունն է տվյալները թարմացնում կամ տեղադրում 23 թվականի տվյալով ունենք 23.6%, կարծեմ թե 23.9% աղքատություն, գյուղերում 26% աղքատություն։ Աղքատության ցուցանիշի մեջ նաև թերսնված երեխաներն ու մեծահասակներն են մտնում եւ այդ նպատ ստանալը սոցիալական աջակցությունը թող մեր համար պատիվ ու հպարտություն չլինի, այլ դա միայն տրամադրվի իրոք այն խավին, որ անաշխատունակ է եւ լուրջ փոփոխություններ լինի այս ոլորտում, այսինքն հաշմանդամություն եւ այլն։ Այս ուբորկայի ընթացքում նաեւ մտքերի ուբորկա եմ անում եւ կիսվում եմ ձեզ հետ։ Սա կրկին կանաչ արահետ ՀԿ մարքեթինգի խորհրդատու Ստելա Սարուխանյան, որպես հայ գյուղի թագուհի։ Գյուղին աջակցելու հայ գյուղի եւ գյուղացու նկատմամբ ցուցաբերած մեծ ուշադրության, հոգատարության եւ անսահման սիրո համար, ամենալավ տողը անսահման սիրո համար, ուզում եմ անսահման սեր ունենաք յուրաքանչյուրդ եւ միայն սեր արտաշնչեք, որպեսզի բոլորը վարակվեն այդ սիրով, կամեցողությամբ եւ մեկս մեկի հաջողությամբ եկեք ուրախանանք, եկեք իրարից չբամբասենք, չփնովենք, հպարտանանք իրարով, դա շատ կարեւոր է եւ դա շատ ավելի վարակիչ է։ Սա 2019 թվականի պատվոգիր է իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա նախագահ պարոն Խաչատուր Մարոզյան։ Ես սխալ տեղ դրի դերաս։ Դուք դեռ այստեղ եք, ես շարունակում եմ։ Պատվոգիր։ Խորին երախտագիտությամբ եւ սիրով տրվում է Ստելա Ռաֆայելի Սարուխանյանին Սեմյոնովկա գյուղի զարգացման գաղափարը կյանքի կոչելու համար։ Աշխարհի ամենալավ նոր Սեմյոնովկա ՀԿ նախագահ Կարապետ Թոմիկյան 19 թվական Սեմյոնովկայի զարգացման ծրագիրն էլ կիսատ մնաց, պատճառը եղավ պատերազմը, քաղաքական
տարբեր հայացքներ է, չնայած ես այդպես էլ չեմ կարողանում հասցնել յուրաքանչյուրին, որ ես քաղաքական հայացք չունեմ եւ իմ կուսակցությունը գյուղատնտեսությունն է, իմ իշխանությունը հայ գյուղը, յուրաքանչյուրս ենք Հայաստանի Հանրապետություն։ Ես պետականամետ եմ, իշխանամետ եմ, բայց կուսակցության դերը ընդհանրապես չեմ հասկանում ոչ մի կուսակցության, որովհետեւ մեր տիպի փոքր 3 միլիոնանոց երկիրը միայն ու միայն պետք է ունենա գաղափարախոսություն։ Այն է կառուցել հենց հիմա, ոչ թե ժառանգել սերունդներին, հզոր հայրենիք։ Բոլորս այդ ուղղությամբ եւ յուրաքանչյուրիս ընտանիքը թող լինի մոդելը մեր պետության։ Այս մեկը Կրկին Գոհար Մկոյանից անգլերեն է, էլի տրվում է Ստելա Սարուխանյանին։ Սա կանաչ արահեթ մարքեթինգի խորհրդատու Ստելա Սարուխանյանին, մրցանակ հայ գյուղի դեսպան։ Էլի հաճելի է, էլի շնորհակալ եմ, ավելի դեսպանն է հոգեհարազատ, քան հայ գյուղի թագուհին, որովհետև չնայած թագուհին փոխաբերական իմաստով, որովհետև ես ասում եմ իմ դեղին թագավորությունն իրական է եւ իմ թագավորությունում թագ չկա։ Այնտեղ յուրաքանչյուրը տեք թագավորում եւ յուրաքանչյուրն է տերը իր փոքրիկ թագավորության, այն է ընտանիքի, այն է իր ստեղծած աշխարհի, գյուղի։ Տրվում է Ստելա Ռաֆայելի Սարուխանյանին Քարինջի զարգացմանն աջակցելու համար, սա 18 թվական, կրկին շնորհակալություն Հարութ Խեչոյանի, Տիգրանի կողմից։ Իրականում շատ ծրագրեր, շատ, որոնց կցանկանամ անդրադառնալ կամ վերադառնալ կամ թարմացնել, միգուցե այս տարի փորձեմ նաև զբաղվել, կիսատ մնացին, որովհետև պատերազմը կես արեց մեր կյանքը նաև եւ պետք է ռուսերեն ասեմ, որտեվ ավելի հնչեղա դոյի պոսլե եղավ պատերազմից առաջ ու հետո մեր կյանքը նաև եւ հայացքները կյանքի հանդեպ, բայց կարծում եմ այս տարի կսկսեմ անդրադառնալ եւ այս ուղիղ եթերը ինձ տվեց հնարավորություն նաեւ փորփրելու կիսատ թողած ծրագրերը եւ վեր սկսելու։ Տրվում է Ստելա Սարուխանյանին Արտակ Արաքելյանից, բայց անգլերեն է եւ չեմ հիշում սա։ Լավ, քանի որ ես 7 լեզու գիտեմ, 7-ն էլ հայերեն, հետևաբար անգլերեն դուք կկարդաք եւ մեկդ կգրեք, չեմ հիշում։ Շնորհակալագիր Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար 17 թվական, ես երբ որ խոսում եմ, քանի որ շատերը իմ գործունեությանը միացել են դեռ 18 թվականից եւ ավելի հետո, այսինքն պատերազմից հետո ավելի կիսվել է եւ ավելի լսարանս ես իհարկե ամեն անգամ շեշտում եմ, որ անկուսակցական եմ եւ բոլոր կուսակցություններից ունեմ ընկերներ, բայց պետք է փաստեմ, որ իմ ընկերների երևի 50-60% կամ ավելին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներ են, որովհետև պատերազմից հետո շատ ավելի այդ շրջանակը մնաց եւ բայց դա չի նշանակում, որ մյուս կուսակցությունների ընկերների հետ չեմ շփվում, կուսակցությունների անունները չգիտեմ մնացած եւ մինչեւ վերջերս քաղաքացիական պայմանագիր կուսակցության անվանում էի իմ քայլ, չեմ իմացել 2 տարի առաջ, երբ որ գնացել եմ տիկնոջը կամավոր հիմունքներով ներկայացուցիչ, այդ ժամանակ ինձ համար հստակեցրել եմ, որ իմ քայլը դա հիմնադրամն է, իսկ քաղաքացիական պայմանագիրը կուսակցություն, անգամ գրառումներից մեջ գրում է իմ քայլականները։ Եվ բոլորին շատ սիրում եմ, եւ այս կուսակցության ներկայացուցիչներին եւ բոլոր, եւ ուզում եմ դա շատ քննադատվեցի այդ առումով, դրա համար եմ ասում, ֆիքսեք, ընդունեք ինձ այնպիսին, ինչպիսին կամ անկուսակցական, եթե կկարողանամ ու այնքան ուժեղ կգտնվեմ, մի օր իմ դեղին թագավորությունը կդարձնեմ այնքան իրականություն, որ մեր երկիրը կունենա ոչ թե կուսակցություն, այլ մեկ գաղափարախոսություն, այն է
հզոր Հայաստան կառուցել ամեն մեկս մեր տեղում, մեր գյուղում, մեր համայնքում եւ այդ մոդելը պետք է լինի յուրաքանչյուրիս ընտանիքը։ Մենք չենք կարող մեր տանը չլինել երջանիկ, կայացած չլինել, ինքնաբավ չլինել, բայց խորհուրդ տալ ինչպես կառավարել երկիրը։ Դե ինչպես ամեն անգամ նշում եմ, երկրի կառավարության կողքին եմ, իշխանության եւ բնականաբար երբևէ չեմ էլ դա թաքցրել, չեմ էլ պատրաստվում թաքցնել, բայց ամեն անգամ էլ շեշտելու եմ, որ անկուսակցական եմ, բայց շատ սիրում եմ իմ ԽՊ կառույցը ներկայացնող ընկերներին, բոլորին եւ պատգամավորներին եւ նախարարներին եւ հպարտ եմ բոլորիդ աշխատանքով։ Այս ինչի այսքան երկար խոսեցի, որովհետեւ իմ էջում մեկը տեսնում է Բակո Սահակյանի հետ նկար եւ տակը գրառում է կատարում վարչապետը տեսել է այս նկարը հարց։ Եվ ուզում եմ այսպես ուղիղ եթերով նաեւ քանի որ կիսվում եմ ձեզ հետ եւ ձեզ համարում եմ իմ մեծ ընտանիքը եւ ես գաղտնիքներ չունեմ, եթե ես ցանկություն ունենամ մի օր նկարվելու Պուտինի հետ, Թրամփի հետ, ես իմ այդ երազանքին կհասնեմ։ Չգիտեմ ինչպես, չգիտեմ ոնց, բայց այս տարիները ինձ կոփել, կրթել եւ սովորեցրել են, որ անհնարին ոչինչ չկա, չիրականացող երազանք չկա, պետք է լինել շատ նպատակասլաց եւ այդ ուղղությամբ աշխատել։ Եթե դուք ուզում եք հասնել ձեր նպատակին, նախ երազանքին, երազանքը պետք է դարձնեք նպատակ, նպատակը գործողություն։ Օրինակ, հեռու նպատակներից ունեմ հստակ որոշված, որը դեռ որոշել էի այն ժամանակ, երբ որ Ամերիկայի վիզա չունեի եւ մի անգամ մերժվել էի, ես գրառում կատարեցի Կիպրոսից, որ 2032 թվականին Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակից ես անգլերեն լեզվով կարդալու եմ զեկույց հայ հանուն խաղաղության եւ այդ ժամանակ վիզա չունեի, բնականաբար Ամերիկայում չէի եղել եւ տիկին Հասմիկիս շնորհիվ արդեն մեկ անգամ եղա եւ հաջորդ անգամ միայն 2032 թվականին եմ գնալու իմ առաքյալների հետ, մենքի առաքյալների հետ, տիկին Հասմիկիս գլխավորությամբ եւ առաջնորդությամբ գնալու եմ եւ ՄԱԿ-ի գրասենյակի Նյու Յորքի կենտրոնական գրասենյակից կարդալու եմ զեկույց հայ հանուն խաղաղության։ Ես դա անելու եմ անգլերեն ու հիշեցնեմ անգլերեն չգիտեմ։ Եվ ես քանի որ հյուրընկալ ընտանիք էի դեռ 15-14 թվականներից եւ ամեն տարի 2 փուլով վերցնում էի արտասահմանից եկած հայ երեխաներին Սփյուռքի նախարարության ծրագրի շրջանակում, ձեր ընտանիքում ջերմորեն եւ բարեկամաբար հյուրընկալելու համար, սա 17 թվականին է, Հրանուշ Հակոբյանից, ես ուզում եմ, որպեսզի մենք յուրաքանչյուրս մեր անցած ճանապարհը չթաքցնենք եւ նաեւ իշխանություն փոխվելու դեպքում մենք չծածկենք մեր նախորդ անցած ճանապարհը, որովհետեւ եթե դու նախորդում ես ազնիվ եղել եւ ներկայում ես եւ ապագայում ես, դու իրավունք չունես նաեւ ուրանաս այդ անցած ճանապարհը։ Այստեղ ես հավերժ ակնկալիք չունեմ եւ միշտ ասում եմ, որ ավելի շատ սիրում եմ տալ, նվիրել, դրա համար այս շրջանակում նույնպես Սփյուռքի նախարարությանը ես աջակցել եմ անվճար, կամավոր եւ քանի տարի, պարզապես այդ բալիկներին բերել եմ, եղել եմ հյուրընկալ մայրիկ, ուղարկել եմ ճամբարներ, տարել եմ դասի, ինչպես իրենց մայրիկը կտաներ 2 շաբաթ, որի համար տիկին Գայանես մեր Շենգավիթ համայնքի սոցիալական բաժնի ղեկավարն էր, նրա հետ էինք աշխատում եւ Հրանուշ Հակոբյանի կողմից ես ստացել եմ շնորհակալագիր, մարդը գնահատել է իմ կամավորությունը, որի համար շնորհակալ եմ։ Հայկական օրգանական գյուղատնտեսություն տրվում է Ստելլա Սարուխանյանին, ինչպես զարգացնել օրգանական սննդամթերքի շուկան վարպետության դասը հաջողությամբ անցնելու համար։ Այս մեկը 2018 թվականի շնորհակալագիրն է կրկին Սփյուռքի նախարարություն եւ այս անգամ Մխիթար Հայրապետյանից, որի համար նույնպես շնորհակալ եմ եւ շատ սիրում եմ նաեւ պարոն Մխիթար Հայրապետյանի վարած քաղաքականությունը։
Այստեղ հարգարժան Ստելլա Սարուխանյանին Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում ձեր ընտանիքին, նրա բոլոր անդամներին, Արիտուն ծրագրին անգնահատելի մասնակցություն բերելու, հայրենիք Սփյուռք գործակցությանը աջակցելու եւ Սփյուռքի մեր հայրենակից Աղավնի Նինովային ձեր ընտանիքում ջերմորեն եւ բարեկամաբար հյուրընկալելու համար։ Հյուրընկալել ենք այդ տարիների ընթացքում մոտ 10 երեխա, որի համար երջանիկ եմ եւ առիթ օգտագործելով ամեն պատվոգրի հետ կարծես թե միտքս նաեւ ձևակերպում եմ այնպես, որ կիսվեմ ձեզ հետ։ Իմ Սփյուռքի ընկերները, ովքեր որ կդիտեն այս ուղիղ եթերը, ասում եմ սրտանց եւ իմ բոլոր ընկերները, ովքեր ինձ հետ շփվել են, վստահ եմ կփաստեն, որ ես ոչինչ արհեստական, ձևական չեմ ասում կամ անում, բոլոր այն ընկերները, ովքեր բնակվում են Սփյուռքում, ցանկացած տեղ, Ռուսաստանի Դաշնությունում, ԱՊՀ որևէ երկրում, Եվրոպայում, Ամերիկայում եւ կգան Հայաստան, սիրով առաջարկում եմ միանգամից գալ եւ հյուրընկալվել իմ տանը։ Ես ձեզ համարում եմ իմ ընտանիքի անդամ, միասին նաև կշրջենք Հայաստանի Հանրապետությունով եւ ուրախ կլինեմ ձեզ օգտակար լինել նաև այդ առումով։ Այնպես որ երկու նախարարներից Սփյուռքի այսպիսի շնորհակալագրեր իմ կամավորությունը գնահատելու համար, չնայած այս տարի իմ համար նոր ռազմավարությունը, իմ մշակած ռազմավարության մեջ ներառել եմ, որ պետք է կամավորության վրա մեծ շեշտադրում չկատարել, բայց կամավորության թեմայով առանձին եմ ուղիղ եթեր ունենալու սերտիֆիկատ Ստելլա Սարուխանյանին կրկին անգլերեն UN Woman, սա ստացել եմ Լիբանանում, կարծում եմ 2019 թվականին, երբ որ գնացել էինք փորձի փոխանակման, այո, Լիբանան, որի համար շնորհակալություն կանաչարահետի դպրոցին, սա նույնպես անգլերեն սերտիֆիկատ, պետք է ձեզ ցույց տամ, որ ովքեր կկարդան կարող եք թարգմանությունը դնել, որովհետև երևի սա նույնպես պետք է ես ինքս թարգմանեի, որպես ներդիր ունենայի։ Ստելլա Սարուխանյանին սերտիֆիկատ, սա Վրաստանում եմ ստացել, կրկին փորձի փոխանակման շրջանակում, կրկին կանաչարահետի ծրագրերի շրջանակում։ Համով հոտով Երևան, շնորհակալագիր, Երևանի քաղաքապետ, պետք է կրկին ձեզ ցույց տամ եւ հպարտությամբ ասեմ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից։ Սա եւս մեկ անգամ փաստում է, որ իմ գործունեությունը եղել է դեռ, ես միշտ շեշտում եմ 15 տարի եւ տպավորություն է, որ իրականում ոչ սանրվածքս է փոխվում, ոչ արտաքինս է փոխվում, ոչ հագնելուս ոչն է փոխվում, մարդիկ մտածում են, որ այս աղջիկը եկել է անցյալ դարից։ Այո, 15 տարի է ես միշտ ակտիվ եմ եղել հասարակական գործունեության մեջ, հեռու քաղաքականությունից, երբեք ոչ մի քաղաքական գործիչի հետ առնչություն չեմ ունեցել, չեմ շփվել եւ ինչպես հիմա եմ սիրով բոլորի հետ ընկերություն անում, այն ժամանակ նույնպես հպարտացել եմ, որ օրինակ քաղաքապետից կամ Սփյուռքի նախարարից շնորհակալագիր եմ ստացել։ Այստեղ տրվում է Հայ գյուղ կանանց միությանը Երևանյան ամառ 2018 եռամսյա միջոցառումների ծրագրերի շրջանակում իրականացվող տոնածիսարական ուտեստների 4 փառատոնին մասնակցելու համար։ Այդտեղ մենք կազմակերպել էինք հյուրասիրություն եւ 18 թվականն է սա Տարոն Մարգարյանից։ Ինչու եմ ես սա անդադ շեշտում, սիրելի ընկերներ, որպեսզի մենք երբեք չհամաչենք մեր անցած ճանապարհից, եթե թաքցնելու բան չունենք, եթե սխալ բան չենք արել եւ ես նույն ձև սիրել եմ իմ երկիրը 10 տարի առաջ, 20 տարի առաջ, սիրում եմ հիմա, բնականաբար այդ սերը բազմապատկվում է, հազարապատկվում է, որովհետեւ դու նաեւ անձնական աճ ես ունենում, աշխատում ես քո վրա, քո ծրագրերի վրա եւ ավելի հմուտ ես դառնում քո ոլորտում, բայց ամեն դեպքում պետք է միշտ ամեն մարդ հիշի իր անցած ճանապարհը, իր առաջին կոշիկը, առաջին աշխատանքը, առաջին գործատուին եւ պետք է շնորհակալ լինի, անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերությունների մեջ եք կամ հետո այդ կապը կա կամ չկա, ամեն դեպքում ես շեշտում եմ, որ կոնկրետ իմ կյանքում
վատ մարդիկ չկան եւ չկա մարդ ում հետ ես խռով լինեմ, չխոսեմ, տարաձայնություն ունենամ, չկան այդպիսիները, եթե կա ինչ-որ մեկը թող գրի ու ասի, գիտես, տելա մենք կռվել ենք եւ դու այդ մասին չես ասում։ Եվ ինչպես արդեն ասացի, մենքի գաղափարի հետ կապված եւ կիսատ մնաց, երբ որ այդ առաջին ուղիղ եթերը արեցի, մայրիկս ինձ զանգահարեց եւ ասաց պատիտ վրա մեծ տառերով, դա երևի 13-14 թվականներ, պատիտ վրա մեծ տառերով գրի ես, կարմիր մարկերով խաչ արա այդ եսի վրա, որովհետև մեր խոսակցության մեջ առհասարակ չկա ես բառը եւ դու քո լայվի ժամանակ 20 անգամ օգտագործեցիր ես հաշվել եմ եւ գրել եմ, մայրիկս այդպես, ինչպես ասեցի, իմ ամենահզոր ուսուցիչը ու քննադատն է, որովհետև ամեն անգամ փառատոնի ժամանակ, երբ որ անդրադառնում է, ասում է ամեն բան հրաշալի էր, լավ կողմերին չենք անդրադառնում, եկեք խոսենք բաց թողումներից։ Եվ իմ դեպքում նույնպես ասում էր, որ ամեն բան հրաշալի էր, բայց օրինակ դու քո եթերի ժամանակ 20 անգամ ես ասեցիր եւ ասեց այդ եսը մեծ մարկերով ջնջի, ինքը որ լսի կփաստի, չնայած մայրիկս իմ լայվերը արդեն չի լսում, իմ գրառումները չի ընթերցում, որովհետեւ շատ ժամանակատար է։ Եվ ես այդպես էլ արեցի, երբ որ խոսում եմ այսպես հիմա իմ անձնականի, բնականաբար 100 անգամ ես բառը կօգտագործեմ, բայց այդ խորհրդից հետո ինձ համար եղավ մենքի գաղափարը, որի կրողը դարձա եւ դեռ 16 թվականին սկսեցի նախաձեռնությունը դրախտիկում, որի մասին նույնպես խոսելու եմ առաջիկայում, արդեն փետրվարից այդ հաղորդաշարը որ լինի, շատ ավելի մանրամասներ եւ ձեզ համար նաեւ նոր ստելա եք բացահայտելու ում կյանքում նոր եմ կամ վերջին 3-4 տարին եմ կամ պատերազմից հետո եմ։ Այդպես մենքի գաղափարը իմ մեջ արմատացավ, որից հետո դա 18 թվականին կարդացի նաև Գրիգոր Կեցյանի գրառման մեջ, որ մինչև մեր եսը մենք չդառնա, մենք չենք ունենալու հաջողություն, չենք դառնալու խելացի, հզոր երկիրն էլ փոխաբերական է, որովհետև հզոր երկիրը դա դիվանագետ երկիրն է, խաղաղություն ունեցող երկիրն է, որին գնում է մեր վարչապետը, ումից ես շնորհակալ եմ նրանից եւ նրա ողջ թիմից։ Որից հետո պարոն Շիրինյանից նորից լսեցի մենքի մասին, մենք զրուցեցինք դրա շուրջ, ինձ դուր էր գալիս եւ աղասի հետ ենք խոսել Ազարյան, դեռ մամայի արև նախագիծը, որը անում էինք եւ ցավոք չհաջողեց, բայց նա նույնպես կրողներ եսը մենք դարձնելու գաղափարի եւ Տիկին Հասմիկս, ով մեր հանդիպման առաջին օրից ում կարգախոսներ սերը եւ միշտ ասում էր, որ եթե սերը չլինի, մնացած ամեն բանը կձախողվի, նա նույնպես կրողն էր մենքի, ու երբ արդեն Կարինեի հետ 2 տարի առաջ քննարկում էինք, որ ինչ անվանենք մեր այս սոցիալական շարժումը, ինչպես անվանենք, որը ապաքաղաքական եւ ապակուսակցական է, եւ քննարկումների արդյունքում որոշեցինք, որ այն պետք է կոչվի մենք եւ այդ օրը նաեւ մեր տանն էին Քրիստինեն, Արսինեն եւ մենք 4-ով 4 եղանակներ խորհրդանշելով հիմնեցինք մենքը, որը կրկնում եմ սոցիալական էր եւ այդտեղից գումար կամ ակնկալիք կամ աջակցություն սպասել ֆինանսական պետք չէր, որովհետեւ դա գաղափարախոսություն էր եւ իմ Քրիստինե Վարդանյանը, ով ՀԿ ծրագրերի մեր իմ գյուղի ծրագրերի համակարգողն է, նույնպես մեզ հետ էր եւ քանի որ քննարկում ենք 4 եղանակները, պարզապես այդպես 4-ով համար հիմնադիր եղանք, այդ օրը Լիլիանել էր մեր տանը, Հերոս Գորի մայրիկը, եւ այդպես 4-ով էլ հիմնադրեցինք եւ ուզում եմ ինչու եմ այս կետին անդրադառնում, սրան էլ եմ առանձին սկզբից մինչեւ վերջ անդրադառնալու փետրվարին եւ այսուհետ նաև հաղորդաշարին խնդրելու եմ հուշեք անուն, որովհետև չենք կարողանում համահունչ անուն գտնել հաղորդաշարին, բայց այսուհետ միշտ խոսելու եմ
ուղիղ խոսելու եմ փաստերով, խոսելու եմ փակագծերից դուրս եւ խոսելու եմ նաեւ տաբու թեմաներից, որոնց մասին մենք խոսում ենք միայն սուրճի սեղանի շուրջ եւ ոչ բարձրաձայն, այսինքն երբ որ մեր դպրոցում կատարվում է օրինակ դրամա հավաք, մենք այդ մասին խոսում ենք ծնողներով, թաքուն, քննադատելով ուսուցիչներին, բայց դպրոցում սիրուն տանում ենք եւ այդ 3000-5000 դրամը տալիս ենք։ Մենք խոսում ենք, որ գյուղի գյուղապետը հիմա վարչական պատասխանատու թե ղեկավար ինչպես է հաստիքը ծառայության հաստիքը կոչվում 3-4 հաստիկ կա գյուղում եւ մաքրուհին օրինակ զոքանչն է քարտողարուհին քենին է չգիտեմ դպրոցի տնօրենը կինն է մանկապարտեզի տնօրենը եղբոր կինն է եւ այս ֆեոդալական դասակարգի մասին ամեն տան այս խոսակցությունը եռում է, որովհետեւ մենք մեզ զգում ենք գյուղում ստրուկներ եւ սա նպաստում է ներքին արտագաղթին, բայց ամեն անգամ գյուղապետին եւ նրա տիկնոջը տեսնելիս ժպտում ենք, ջերմբարևում ենք, գրկում ենք։ Այդ է տաբու թեման, որոնց յուրաքանչյուրդ պետք է սովորեք անդրադառնալ, շատ գեղեցիկ, շատ կիրթ ուսումնասիրելով ինչպես անդրադառնալ, որ մարդու անձը էգոն չվիրավորեք, բայց եւ թույլ չտաք տրորի ձեր ինքնասիրությունը կամ առավել եւս իրավունք երկար նստեցի, քանի որ ես իմ տեղը երկար նստել չեմ կարողանում, միշտ ամեն անգամ ասում եմ, որ կրթվելը նորաձև է շարժումը, իմ համար շատ սիրելի շարժում, խոսելու եմ անպայման այդ մասին եւ Տիկին Աննայիս շարժումը, այդպես եմ ասում, չնայած ինքը մի օր ասես դա իմը չի, դա բոլորինն է, բայց նախաձեռնությունը նրանն էր եւ նա է սկիզբ դրել լուսավորության դարաշրջանի, որը շատ մեծ դժվարությամբ, բայց լինելու է, ճանապարհ պիտի անցնենք եւ պետք է ընկնենք, բարձրանանք եւ ինչու՞ չէ նաեւ ձախողենք, նորից հաջողենք, դա ճանապարհ է, որը որ եթե 100 տարի անցել ունենանք այդ լուսավորության դարաշրջանը, այսօրվա իմ վերլուծության արդյունքն եմ ասում, ես երջանիկ կլինեմ, երկնքից կնայեմ, կասեմ վերջապես Հայաստանը դա ունեցավ իմ Տիկին Աննայի կողմից ստեղծված շարժումը տվեց իր արդյունքը։ Այնպես որ նաև մենքին անդրադառնալով պիտի նշեմ, որ այս տարի իմ համար շատ կարևոր էր միասնական ազգ հասարակական կազմակերպությունը ներկայացնել երազանքների մոլորակ ՍՊ-ն, որի բացումը կլինի հունիս ամսին եւ շատ մեծ ծրագրեր ենք պլանավորում եւ համագործակցություն յուրաքանչյուրիդ հետ եւ շնորհակալ եմ դրա համար իմ Կարինե Շահբազյանին ես ասում եմ, ասել եմ ու ասելու եմ, որ կան մարդիկ, ովքեր սրտի բնակիչներ են, չէ, եւ իմ կարևոր 4 կանայք, ովքեր իմ ուսուցիչներն են, նրանց մասին նույնպես հաճախ խոսում եմ, որովհետեւ ամեն օր սովորում եմ, առաջինը մայրս, ով ինձ կյանք է տվել, որի համար շնորհակալ եմ ասում, որ կա մայրիկս, ծնվել է մայրիկս, որ ծնվեմ ես, որովհետեւ ես անսահման սիրում եմ կյանքը եւ ես ապրելու եմ 102 տարի, որից հետո մահը վերանալու է։ Եվ իմ 4 կանայք, երբ որ ասում եմ, սա եւ փոխաբերական իմաստ ունի եւ հպարտանում եմ եւ իմ տիկին Հասմիկ Մաթևոսյանը, ում անվանում եմ իմ Ամերիկայի մամա, դա իմ համար է պատիվ, որովհետեւ դու կարող ես ընկեր, հարազատ, քույր, ընկերուհի, չգիտեմ, գործընկեր անվանել յուրաքանչյուրին, բայց մայրը դա սրբություն է, դա տիտղոս է եւ դա պատասխանատվություն է, ու իմ տիկին Հասմիկը իմ Ամերիկայի մաման է, ու իրենից էլ եմ շատ սովորում, ու այս տարիների ընթացքում եմ սովորել եւ երբ որ Կարինեն էլ գնացել էր Ամերիկա ու այնտեղից ինձ ասում է, իսկականից ճիշտ եք ասում, ինքը լրիվ մայր Հայաստան է, այս կինը ապրում է հայրենիքով։ Ես սովորում եմ իմ մամայից ծնունդից մինչ օրս, սովորում եմ Տիկին Հասմիկից, սովորում եմ Կարինեից, շատ եմ սովորում իրենից եւ այս վերջի 2 տարվա մեջ ինքը ինձ բավականին իմ մտքերի վրա ունեցավ անդրադարձ, ավելի վստահ գնալ, չնայած ես էլի վստահ էի իրագործում էի, բայց նա նաեւ ինձ տվեց այդ ուժը եւ ազատությունը գործելու միանգամից մի քանի կազմակերպության անունից ու էլի հաջողելու, միշտ հաջողելու։ Դե կանաչարահետի մասին չեմ ասում, որովհետեւ իմ կանաչարահետի վկայականը պայուսակիս մեջ է, դա
այս unboxing է լրիվ ժամանակակից լեզվով ասած, բայց դա էլ կգտնեմ ցույց կտամ, կանաչարահետիս վկայականը 2005 թվականից է եւ արդեն 21 տարվա կանաչարահետի անդամ եմ։ Ես սովորել եմ փաստերով, տեսեք 2005 թվական եւ կանաչ արահետի դպրոց անցնելը, դա նշանակում է դառնալ ամենակարող, հաղթահարել բոլոր դժվարությունները, հաջողել ցանկացած ոլորտում եւ որևէ մի գործ ծրագիր իրականացնելիս կամ լինել լավագույնը կամ չվերցնել այդ ծրագիրը եւ նաեւ պայուսակիս մեջ է Էկոսոկի կողմից տրված վկայականը, որի համար կրկին շնորհակալ եմ։ Նաև պայուսակիս մեջ ես էլ պետք է ձեզ ցույց տամ, որ միշտ պահում եմ որպես մոտիվացիայի աղբյուր վարչապետի կողմից տրված նրա անուն ազգանունով այս քարտը, այն ինձ տալիս է դրական էներգիա, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան, այսպես փաթեթ էինք ստացել պատերազմից հետո, երբ որ հյուր էինք գնացել վարչապետին, երեխաների հետ, Սյունիքի Արսինեի հետ, եւ այդ ժամանակից մինչ օրս այն իմ փաստաթղթերի մեջ է պայուսակումս գրված։ Ընթերցեմ հաջորդ շնորհակալագիրը, երևի սա առիթ էր, որ այս հենց անկեղծ զրույցը չպատրաստված լինելը, այս նախատոնական սանրվածքով եւ ու բորկայի արանքում եմ, որ նստում ես, ասում ես մի հատ նստեմ շունչ քաշեմ, դուք էլ եք չէ, այդպես նստում, ասում եք 5 րոպե հեռախոսը թերթեմ եւ 3 ժամ մնում եք գամված բազմոցին։ Ես էլ այդպես մնացի հատակին նստած իդեպ։ Այս են 5 րոպեներ, բայց կարծում եմ ուրիշ անգամ ու ուրիշ օր այսպես անկեղծ չէի լինի, կարծում եմ դա ինձ համար այսպիսի ուղիղ եթերները ունեն օրեր, որ ես պետք է լինեմ տրամադրված հենց այս զրույցին անկեղծ, որովհետև ես հիմա զգում եմ ինձ յուրաքանչյուրի տանը նստած կամ յուրաքանչյուրը իմ տանը նստած եւ անհատական, որովհետև բոլորիդ առանձին սիրում եմ եւ ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կաք, ձեր բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ եւ ուզում եմ, որ դուք էլ ինձ այդպիսին ընդունեք եւ թող մեր բարեկամությունը, ում հետ դեռ Facebook-յան հարթակում է 26 թվականին արդեն օֆլայն հարթակ տեղափոխենք եւ համագործակցությունները շատանան, որովհետեւ ես երազանք ունեմ եւ իմ երազանքներից շատ երազանքներ ունեմ, ես երազկոտ եմ, բայց երազանքներից մեկը բոլորիդ տուն արտուն ճանաչել, անուն առ անուն եւ որովհետեւ բոլորիդ երբ որ ասում եմ իմ ընտանիքի անդամներն եք, այդպես էլ ընկալում եմ եւ ուզում եմ, որ այդ ամենը փոխադարձ լինի։ Հաջորդ շնորհակալությունը, շնորհակալագիրը ներողություն կայուն գյուղատնտեսությունը կանաչ ապագայի երաշխիք համաժողովին 2014 թվականին եմ ստացել։ Թվականները ես ցանկանում եմ դուք ֆիքսեք, որպեսզի ովքեր պատկերացում չունեին կամ ինձ ճանաչել են վերջին 2-3 տարում, իմանան, որ ես 15 տարուց ավել ես ոլորտում եւ 20 ավելի ակտիվ եմ գյուղական զբոսաշրջության ոլորտում, սովորում եմ արդեն երկար տարիներ տարբեր երկրներում փորձի փոխանակումներով եւ կանաչարահետում 2005 թվականից կանաչարահետի անդամ եմ, որի հիմնադիրը մայրս է տիկին Նունե Սարուխանյանը, ով իմ համար ուսուցիչ, մարդ մոլորակ, մարդ աշխարհ, իմ մոտիվացիայի աղբյուր, իմ ուժ եւ այդ ամբողջ էներգիան առաջինը ես նրանից եմ ստանում։ Այն ինչը որ տեսնում եք, ուղղակի մայրիկս շատ համեստ է եւ տասնյակ գրքերի հեղինակ, կարծեմ մոտ 20 եւ ինքը չի սիրում ներկայացնել, ավելի խոսել իր մասին, այլ խոսում է գյուղատնտեսության, բայց ինքը իմ համար մի այնպիսի օրինակ է, որին ում անվանում եմ նաեւ պետություն պետության մեջ, դրական իմաստով,
որովհետև անգամ են պատերազմի օրերին ինքը Հայաստանը ներկայացնում էր դրական տեսանկյունից, երբ որ գալիս էին տարբեր երկրներից ուսուցման եւ պատմում էր, որ մենք ինչքան հաջողություններ ենք գրանցել գյուղատնտեսության ոլորտում։ Ուրեմն 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Երևանում կայացած կայուն գյուղատնտեսությունը կանաչ ապագայի երաշխիք համաժողովին զեկույց ունենալու համար։ Ես հիշում եմ, սա իմ մեծ համաժողովի առաջին զեկույցն էր եւ ես այդ օրը բարձրակրունկներով եւ կոստյումով էի եւ գիրքեր հրատարակվել այնտեղ նկարս կար եւ իմ այդ օրվա ելույթը նման էր, ովքեր ավելի հին սերունդ են կհիշեն Լևիտանի ձայնը ռադիոից։ Ես իմ ամբողջ ելույթը ասել եմ այդպես. Գավարիտ, Մոսկվա, այնքան լարված էի, որ ինձ թվում էր, որ շատ առոգանությամբ պետք է արտասանեմ։ Հայաստանի Հանրապետություն, կենտրոն վարչական շրջան, այս Ղափամայի օր կենտրոնում, Երևան 2017 թվական Արա Սադոյանի կողմից եմ ստացել այս պատվոգիրը, որի համար կրկին շնորհակալ եմ եւ տարեթիվը ֆիքսում եմ 2017 թվական։ Հաջորդ շնորհակալագիրը տրվում է ես եւ իմ համայնքը դասընթացի դասընթացավար Ստելա Սարուխանյանին, նոր ռեսուրսների բացահայտման կրթական արևոտ միջավայրի նոր ընկերների ձեռքբերման համար։ Սա ես եւ իմ համայնքը ծրագրի 3-րդ սերնդի կողմից է, մենք ունեցել ենք 9 սերունդ, 9 դասընթացի փուլ եւ շնորհակալ եմ նաեւ Ստելա Խաչատրյանին, ով իմ անվանակիցն է եւ ով ինձ համար նույնպես սրտի բնակիչ է, իմ սրտի բնակիչներից է, որովհետեւ մենք հրաշալի համագործակցություն ունեցանք եւ մի շրջան դադարեցրինք իմ ծանրաբեռնվածության պատճառով եւ նրա դրական իմաստով գործունեությունը ծավալը մեծացնելու համար եւ 2026 թվականի հավանական է փետրվար-մարտից կսկսենք 10-րդ խմբի դասընթացը եւ սիրով պատրաստ ենք համագործակցել հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների հետ եւ քննարկել մեր համագործակցությունը։ Այստեղ մենք հողից շուկա շղթան ենք ներկայացնում դասընթացի շրջանակում եւ 2 ամսվա ընթացքում տալիս ենք ձեզ այնքան գիտելիք, որ դուք ձեր բիզնես գաղափարը գնում եք իրականացնելու։ Ունենք տասնյակ հաջողության պատմություններ եւ Լուսինկա կրթական կենտրոնի ես եւ իմ համայնքը ծրագրին նույնպես անդրադառնալու եմ արդեն առանձին, ինչպես նշեցի, մենքին եմ անդրադառնալու առանձին, կրթվելը նորաձև է շարժմանն եմ անդրադառնալու Լուսինկային եւ իմ բոլոր գործունեություններին, որովհետեւ կարող է դուք ինչ որտեղ ձեզ տեսնում եք կամ մեր համագործակցությունը տեսնում եք, մենք առանձին կքննարկենք հենց այդ կետով։ Չգիտեի, որ այսքան երկար կտևի, որովհետեւ արդեն չեմ, երևի ժամը անցավ, ես էլ հոգնել, բայց այն որ ասում է պոչը կերել ենք, չէ, ոնց էլ էշը կերել ենք, պոչում չենք խռովելու, դրա համար ես այսպես դիրքս փոխեմ եւ շարունակեմ ձեզ ներկայացնել։ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Հայաստան հիմնադրամ ֆունդացիայի շրջանակում գործող Հայաստանի մշակույթի եւ ավանդույթների ներկայացնող մեր շաբաթօրյա հայկական դպրոցի անունից անսահման շնորհակալություն Հայ գյուղի մեծ նվիրյալ մեր սիրելի Ստելա Սարուխանյանին իր կատարած մեծ օգնության եւ անձնական ջանքերի համար, ում շնորհիվ կատարածվեց մեր ծառատունք նախագիծը։ Եվ էլի շարունակություն սիրելի Տիկին Կայնից եւ Արմինկայից, Վարշավա եւ թիմից նրանց։ Ես կարող եմ մտչի։ Օ, Հայ արվեստի տուն գրական մեղեդիներ, Հայ գյուղ ՍԾ հիմնադիր Ստելա Ռաֆայելի Սարուխանյանին, սա Տիկին Մելսիդայի անունից է 2022 թվական եւ մեդալ։ Շնորհակալ եմ։ Ես հուսամ դուք չեք գնացել, որովհետեւ այս սերտիֆիկատին պետք է անդրադառնամ եւ մի օր երևի ես առանձին նաեւ այս կազմակերպությունների դերի մասին պետք է խոսեմ, բայց
Սա ձեզ մոտիվացնելու համար պետք է պատմեմ։ DVV կազմակերպությունը իմ ամենասիրելի ֆավորիտ կազմակերպություններից մեկն է, որովհետև DVV-ի մի ծրագրի շրջանակում բավականին լուրջ ծրագրի, որը կոչվում էր ուսուցում ուսուցանողների համար, այսա թվականն էլ ձեզ ասեմ, 2019 թվական, հետո այս գրառումները կգտնեմ, ձեզ կպատմեմ, 2019 թվականին DVV-ի ծրագրի շրջանակում ուսուցում ուսուցանողների համար Կանաչ Արահետը ինձ ուղարկեց եւ մեկ շաբաթվա այնպիսի դասընթաց անցա, որ այդ մեկ շաբաթը հավասար էր 5-ամյա պրոֆեսիոնալ կրթության, շատ յուրահատուկ էր, արտասահմանից էին դասընթաց հավարները եւ վերջին օրը ինձ գրում են, դե ովքեր իմ հեղափոխության օրերի պատմությունները բոլորդ գիտեք եւ բազմիցս գրել եմ 18 թվականի սկզբից չեմ հավատացել, հետո արդեն հրապարակում միացել եմ եւ մինչեւ վերջին օրը երեխաներիս հետ ես էլ եղբայրս նաեւ իր ալիքներով լուսաբանում էր շավարժը եւ ռադիո մտնելու օրն էր այնտեղ եւ այլն մասնակցել եմ հեղափոխությանը, մինչև վերջին օրը եւ երբ որ մտածել եմ հնարավոր է մարտի 1-ի սցենարը կրկնվի, հնարավոր է մենք սպանվենք, մտածել եմ երեխաներս թող ինձ հետ լինեն, դե անցել ենք, հաղթահարել ենք եւ եղել է այն ինչ եղել է, ու 19 թվական, ես հեղափոխությունից հետո, քանի որ իմ ոլորտը գյուղն էր եւ բնականաբար եւ մինչ այդ էլ սկսել էի ագրոհեղափոխություն անունով ծրագիր 16 թվականից եւ 17-ում դրախտիկումի կատարածեցինք, որին էլի անդրադառնալու եմ, մի անգամ տենց կես կատակ, կես լուրջ գրել էի վարչապետի գրառման տակ, որ սկզբից եղել է ագրոհեղափոխությունը, հետո Թավշյան, բայց նաեւ ցավով պիտի ասեմ, քանի մենք չենք ունեցել մտքի հեղափոխություն, ոչ ագրո, ոչ Թավշյա եւ ոչ մի անուն կրող հեղափոխություն չի հասնելու իր վերջնակետին, եթե չունենանք մտքի հեղափոխություն, եթե ամեն մեկս չաշխատենք մեզ վրա, մեր անձի եւ ընկալենք, որ մեզնից է սկսում այդ հեղափոխություն ասվածը եւ լինենք բարի դրական կամեցող, չբամբասող, անընդհատ կրկնում եմ այդ ամեն ինչը եւ լինենք այնպիսին, ինչպիսին կցանկանանք, որ այսինքն վարվենք դիմացինի հետ այնպես, ինչպես կցանկանանք, որ ինքը մեզ հետ վարվի, լինենք այնպիսին, ինչպիսին տեսնում ենք աշխարհը, գունավոր արևոտ, ոչ թե լինենք անընդհատ դժգոհ, բայց պահանջենք լույս, պահանջենք արև, պահանջենք ջերմություն։ Եվ DVV-ի դասընթացի վերջին օրը մեզ հանձնարարում են գրել նպատակ թղթի վրա, գուցե այս թղթերը թերթելիս այդ նպատակին էլ հասնեմ։ Որտեղ ես գրում եմ, եւ հեղափոխությունից հետո բնականաբար ինձ արդեն որպես անձ, ընդ որում մինչև հեղափոխությունը ես չեմ իմացել ով է Նիկոլ Փաշինյանը, ես անգամ չեմ իմացել, որ այդպիսի մարդ կա, քաղաքական գործիչ կա, որովհետեւ քաղաքականությամբ չեմ հետաքրքրվել եւ ինձ հետաքրքիր չի եղել զուտ։ Իսկ Տիկին Աննային որպես Տիկին Աննա իմ համար կերպարը ճանաչել եմ նրան այն օրը, երբ որ վարչապետին բռնել էին եւ այդ բաց թողեցին ու նրանց այդ գրկախառնությունը ռոմանտիկ ֆիլմի նրա նման եւ այդ մասին գրել եմ, որ նա դիմավորում էր ոչ թե ապագա վարչապետին, այլ իր աշխարհը, իր Նիկոլին եւ այդ օրը այ կինոյի դերասանին ոնց եք նայում, սիրում, այդ ֆիլմը սիրում, այ այդպես ես նրա անձը կերպարը, այ այն իմ Տիկին Աննան ես ունեմ, այդ օրից սիրեցի ու մինչ օրս ինքը իմ սրտի բնակիչն է։ Բայց հեղափոխությունը ավարտվելուց հետո, քանի որ Տիկին Աննան քաղցկեղով հիվանդ երեխաներով էր զբաղվում հիմնադրամը, դե վարչապետն էլ երկիր էր կառուցում, իմը գյուղն էր եւ անգամ գրել էի, որ կքայլեմ դիմացի մայթով, որպեսզի եւ օգնեմ եւ չխանգարեմ, կքայլեմ նույն ուղությամբ եւ մինչ օրս առանց կանգ առնելու քայլել եմ, քայլում եմ ու քայլելու եմ նրանց հետ։ Բայց նկատի ունեմ, որ տենց հանդիպում նրանց հետ չէի փնտրում, որովհետև նախ ասելու բան չունեի եւ շնորհակալ էի, որ եղել էր հեղափոխությունը ու ասում էի, որ եթե նախկինում ասում էի ինձ չօգնեն, ինձ եթե չխանգարեն օգնելը պետք չի, հիմա ասում էի մենք պետք է իրար օգնենք, որովհետև դա նույն կերպ էի ընկալում եւ ես եւ վարչապետը Հայաստանի Հանրապետությունը, որպես հանրապետություն
նույն կերպ էինք ընկալում։ Բայց երբ որ DVV-ի հետ ու ես մտածում էի այն ժամանակից ու այսպես չհիասթափվելով դեռ երազում եմ ունենալ իմ գունավոր դարպասներով, գունավոր տանիքներով երջանիկ հայ գյուղը, որը լինելու է հարուստ գյուղացիներով գյուղ։ Անցավ ժամանակ եւ տեսեք 18 թվից հետո, արդեն 19 թվականին այս DVV-ի դասընթացը եւ ես գրում եմ Ես ռուսերեն եմ գրում, ռուսերեն էր դասընթացը, я встречусь с премьер-министром Արմենիի и ոնց որ մի հանդիպելու է վարչապետի հետ եւ сделаю проект сокращения бедности в селах с помощью сельского туризма։ Բառացի գրառումս եմ ասում։ Դե այս գործողությունը անում եմ сокращение бедности եւ сокращение местной эмиграции, որովհետեւ ներքին արտագաղթը շատ ավելի վտանգավոր է, քան արտաքինը։ Ու գրել էի, որ я встречусь с премьер-министром, բայց ոչ առաջիկայում ինչ որ հանդիպում կար, ոչ հնարավորություն կար, ոչ պատկերացնում էի ինչպես կարելի է հանդիպել առաջին դեմքին կամ որ իրականում նաև այդ մասին գրել եմ, ինձ ընդամենը այդ ժամանակ պետք էր, որ քանի որ գրառումը կատարել եմ, պետք էր հանդիպել վարչապետին, լուսանկարվել ու վերջ։ Որպեսզի ես ցույց տայի, որ միտքը ուժ ունի եւ ես դասընթացի ավարտին գրել եմ ու կախել էինք պատին ամեն մեկս մերի, я встречусь с премьер-министром и встретилась։ Բայց չկար հեռանկարում, դե մոռացա այդ թուղթը պայուսակիս մեջ եմ պահում եւ մի օր մամաս արտասահման գործուղմանա եւ ամչամ կազմակերպություն կա, այդտեղ հանդիպում կար կազմակերպված վարչապետի հետ եւ մայրիկս ինձ ասում է կազմակերպությունից մեկը պետք է գնա, ղեկավարներին էին հրավիրել։ Եվ քանի որ մայրիկս այնտեղ չէր, ասեց Ստելա անպայման կգնաս, ես էլ այդ տիպի հանդիպումներ չեմ սիրում, որովհետև եթե իմ թեման կամ ոլորտը չի, ժամանակի ծախս եմ համարում, բայց ասեց վարչապետն էլ ա լինելու, եւ ես ասեցի, հա, իհարկե, երջանիկ էի մինչեւ հոգուս խորքը ու երբ որ գնացի նստեցի, հասկացա, որ հույս չկա վարչապետի հետ նկարվելու եւ երբ որ նա խոսում էր, ես հիացած լսում էի, իդեպ վարչապետը հորոսկոպով ովքեր այդ աստղագուշակությանը հավատում են, երկվորյակ է, ես նույնպես եւ մեր բնավորության գծերը երևի նույնպես նույնն են եւ շատ հարցերում ես համեմատում եմ գործողությունը նրա կատարած իմ ինչպես ես կկատարեի եւ միշտ էլ գիտեմ, որ հզոր դիվանագետ է եւ լուծումները գտնելու եմ այդ մասով եւ հետեւում էի ուշադիր ինչպես է նա խոսում եւ այդքան էական էլ չէր ինչ էր խոսում, չեմ էլ հիշում ինչ էր խոսում, բայց ամեն ինչ խոսում էր գեղեցիկ եւ շատ ներկայանալի, լսելի ու երբ որ ավարտվեց անվտանգությունը 5-6 հոգի շրջապատած հույս չկա, գրառումս կմնա պատից կախ եւ ես հերվից ասում եմ պարոն վարչապետ կարելի է ձեզ հետ նկարվել, ինքը ասում է իհարկե եւ երբ որ ասում է իհարկե մի 10 հոգի սենց իր շուրջը հավաքվում են այդ մասնակիցներից, որ թիմով նկարվենք եւ այդ նկարը ես չունեմ, որովհետեւ դա գրուպ ֆոտո է լինում ու իրենց կամերայով որը հետո չի հրապարակվում, բայց ես համարձակություն եմ հավաքում, երբ որ հիշում եմ ինձ այդ պահին գերբնական ուժ է գալիս, որովհետև ամեն դեպքում կա սուբորդինացիա, քեզ պետք է կոռեկտ պահես եւ ես շրջվում եմ ու իրեն ասում եմ, եթե կարելի է մի հատ էլ առանձին, ինքը ասում է իհարկե եւ դա նկարվում եմ իմ հեռախոսով ու տեղադրում եմ հրապարակում եմ իմ էջում եւ հրապարակում եմ այդ գրառումս։ Իրականում վարչապետի հետ այդ լուսանկարներ ինձ պետք որպես օրինակ, որ անհնարին ոչինչ չկա, եթե դու դա ուզում ես, կան բաներ, որոնցից իմ կյանքում ես ինքս հրաժարվում եմ, օրինակ բաներ, որը երեք շատ ակտուալ է, այսօր իմ համար ժամանակավրեպ է, եւ սա նույնպես որպես օրինակ ցանկանում եմ կիրառեք, որ երբեք վատ չզգաք հրաժարվել գաղափարից, մտքից, նախաձեռնությունից, ծրագրից, եթե հաջորդ օրը դուք գտնում եք, որ այն ձերը չի։
որովհետև հետո ափսոսալու եք, որ ինչի գիտակցեցիք, բայց չհրաժարվեցիք։ Եվ սա շատ կարևոր մոտեցում է եւ որպես խորհուրդ։ Նկարվելուց հետո ես այդ լուսանկարը տեղադրեցի ու գրեցի, որ ես հասկացա, որ ես ոչինչ չունեի խոսելու իմ երկրի վարչապետի հետ, որովհետև երկուսս էլ սիրում ենք հայրենիքը, երկուսս էլ քայլում ենք նույն ուղղությամբ, ես դիմացի մայթով եւ արդեն տնավարի ասած, այս մեր սուրճի, ոչ մեկին սուրճ չբերեց այս ընթացքում, տեսա, սուրճի սեղանի շուրջ, սուրճի հատակի շուրջ, ոտքի տակ չընկնելով շարունակեցի նրա հետ քայլել նույն ուղղությամբ։ Եվ միշտ լինի դա վարչապետը, լինի ամենասահմանամերձ գյուղի բնակիչը, լինի ցանկացած մեկը անձ, ում ես կարող եմ օգտակար լինել եւ ում համարում եմ իմ թագավորության մասնիկը, իսկ դա մեր 10 միլիոնանոց ընտանիքն է, ինչպես Կարինեն է ասում, եւ ասում է, որ մի օր բոլորով սեղան ենք նստելու Հայաստան հարկի տակ։ Ես միշտ կամ յուրաքանչյուրիդ համար եւ իմ ռեսուրսը համարեք ձերը, որովհետեւ ինչքան որ կարողանում եմ բարի գործ անել, կամ անգամ մի խորհուրդը կապը հեռախոսը համար փոխանցելը, դա ինձ արդեն մոտիվացնում է եւ էներգիա է տալիս։ Եվ այսպես 2019 թվականի սերտիֆիկատ, որը իմ ամենամեծ ու ամենահզոր դասընթացն է եղել, ամեն սերտիֆիկատի հետ պատմություն եղավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի Զատիկ երեխաների աջակցության կենտրոն ՊՕԱԿ Տիկին Անգելինա Արշակյանից, երբ որ ինքը տնօրեն էր, որի համար շնորհակալ եմ, ու թող մանկատուն անունը իսպառ վերանա Հայաստանի կյանքից։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գյուղ Խանջան, իմ սրտի բնակիչ, Սահականուշ Արոյան, վարչական ղեկավարի կամ ինչպես մենք ենք սիրում ասել գյուղապետի օրինակ, կին գյուղապետ, ով, ինչպես ես միշտ ասում եմ, Սինգապուրի երանի է տալու այն գյուղին, որ ես եմ հիմնելու, գունավոր դարպասներով ես չեմ ենք ներողություն, այստեղ մենքը։ Այդպես էլ Սահականուշի մասին եմ ասում, որ իր Խանջանը մի քանի տարում իր ղեկավարության օրոք գնում է եւ դառնալու է այնպիսի մի գյուղաքաղաք ժամանակակից, որին Սինգապուրը երանի է տալու, դե կարծում եմ հասկանում եք, որ այս արտահայտությունս փոխաբերական իմաստով է, որովհետեւ Սինգապուր, Խանջան, իմ ոտքերս ցավում են, բայց մեկ է մինչև վերջ տանելու եմ այս ընթերցանությունը։ Շնորհակալագիր տրվում է բարեգործական աշխատանքների բարեկարգող Տիկին Ստելլա Սարուխանյանին, Արշալույսի Ս. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց ՊՕԱԿ, այս Տիկին Հասմիկ Մաթևոսյանի տեղադրած խաչքարի բացման օրն եմ ստացել, որտեղ տեղադրել է երևի Հայաստանում միակն է, ըստ մեր ինֆորմացիայի, Տիկին Հասմիկի մայրիկի հիշատակին էր, բայց դա աննկար խաչքար էր, որը բոլոր մայրերին էր նվիրված եւ Տիկին Հասմիկս էլի ինչպես իր բոլոր ծրագրերում հոգի էր դրել եւ շատ գեղեցիկ միջոցառում ստացվեց դպրոցի տնօրենության հետ համատեղ։ Greenland ծրագրի շրջանակում շնորհակալագիր Տավուշի, Շիրակի եւ Լոռու մարզերի գյուղական շրջաններում կլիմայական պայմաններին հարմարեցված գյուղատնտեսության կարողությունների զարգացման բազմամակարդակ մոտեցում ծրագրի շրջանակներում կատարած գյուղատնտեսական աշխատանքների եւ լավագույն արդյունքների համար։ Կարծես թե մոտենում ենք վերջին։ Սա ուղղակի Պարսկաստանից այդ woman of այս որ տիկնոջ հետ գնացելի, այս տապանակն եմ պահել էլի որպես պատմություն։ Սպասում եմ ձեր պատմություններին, ձեր ներկայացումներին, բայց
ինչ ամփոփելս։ Սա այսպես տեղափոխվելու է իմ սկեսուրիս օժիտի ժամանակից, ունենք կուշետկա թաղ, որը բոլորդ ունեք, որի կտորը մաշվել էր և մի անգամ մենք Կարենի հետ ռեստավրացիա ենք արինի 10 տարի առաջ և կարծում եմ իմ համար այդ բաբուշկին սունդուկ ասվածը լինելու է այդ կուշետկան, որի մեջ ես իմ 100-ամյակից հետո այս ամեն ինչը խնամքով դասավորելու եմ, որպեսզի իմ երեխաները, թոռները, ծոռները բացեն, թերթեն, մոտիվացվեն և ունենան իրենց պատմությունը։ Մի րոպե տեսնեմ, սա ինչ է, սա մեդալի վկայականն է գյուղատնտեսության նվաճումների համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած բեղմնավոր աշխատանքի բացառիկ ներդրման համար։ Սա մեծ պատիվ է և այսպիսի դրամ եմ նվեր ստացել պատվոգրի հետ, սա 500 դրամ է, բայց կարծում եմ ինքը այդ 500 դրամանոց թղթադրամ, որը հատուկ էգզեմպլյար է և ոսկեգույն խաչ կա վրան և այստեղ կենտրոնական բանկի կողմից է, Նոյան Տապան հավաքորդական թղթադրամ։ Դե կարծում եմ սա արժեք ունեցող թղթադրամ է։ Նոյան Տապանը մարդկության, փրկության ու վերածննդի խորհրդանիշ է։ Ըստ Աստվածաշնչի Նոյը Տապանը կառուցել է Աստծո հրամանով համաշխարհային ջրհեղեղից երկրային կյանքը փրկելու նպատակով։ Տապանը, որի մեջ պատսպարվել է Նոյը, նրա ընտանիքի անդամներն ու մեկական զույգ բոլոր կենդանիներից և թռչուններից, հանգրվանել է Արարատ լեռան վրա, որտեղից և մարդկությունն ու կենդանական աշխարհը վերաբնակեցվել են երկրի վրա։ Դարեր շարունակ Նոյան Տապանն Արարատ լեռան վրա գտնելու փորձեր են կատարվել։ 4-րդ դարի եկեղեցական գործիչ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից սրբադրված Հակոբ Մծբնեցին պատմությանը հայտնի առաջին անձն է, ով ճանապարհվել է Արարատ լեռ փարատելու համար իր ժամանակակիցների կասկածները։ Եկեղեցական ավանդության համաձայն Սուրբ Հակոբը Արարատի լանջին Նոյան Տապանից մի փոքրիկ կտոր է ստացել Տիրոջ հրեշտակից։ Նոյան Տապանի մասունքն այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Այն ամփոփվել է 1698 թվականին Քանաքերցի հայ վարպետի ձեռքով պատրաստված մասնատուփում, որի դռնակներին դրվագված են Սուրբ Հակոբ Մծբնեցին և Տապանի մասունքը շնորհող հրեշտակը։ Այս գեղեցկակերտ մասնատուփը հայ արծաթագործության լավագույն նմուշներից է։ Ամեն դեպքում ընթերցեցի, կիսվեցի ձեզ հետ նաև այս փաստով և շատ հաճախ կրկնում եմ և խորհուրդ եմ տալիս դուք էլ մեր թվարկությունից առաջ 5-րդ դար ես ուսումնասիրում եմ Պլատոն, Արիստոտել, Սոկրատես, Սոկրատեսը Պլատոնի ուսուցիչներ, Արիստոտելը նրա աշակերտն էր և Պլատոնի Ատլանտիդան ուսումնասիրելով կարդում եմ հսկայական հզոր հրաշք քաղաքակրթության մասին, որը փառասիրության, աթոռապաշտության, իշխանատենչության պատճառով վերացել է մեկ օրում, այդքան ճգնաղ դրախտավայրը և Աստվածաշնչից երբ որ կարդում ենք Բաբելոնի աշտարակ այդ հրաշք շինությունը, որը կառուցվում էր և որտեղ էլի մարդկանց փառասիրությունը հասնել Աստծուն կործանեց Բաբելոնի աշտարակը և դա պատժվեց, կարծում եմ և ուղիղ և փիլիսոփայական և փոխաբերական իմաստ ունի այս ամենը, այսինքն այս ամենը եկել է Աստվածաշնչից և ամեն խորհուրդ, ամեն աֆորիզմ, ամեն մոտիվացիոն հոլովակ, որ կարդում ենք, դա Աստվածաշնչից է և Ատլանտիդան արդեն Բաբելոնի աշտարակի մեկ այլ վերլուծությունն է կամ երևի այդ աշխարհը իրոք եղել է, որովհետև ես մեր օրերում իմ համար իմ մտածածին դեղին թագավորությունն ունեմ, որը իհարկե մեր երկիրն է, մեր Հայաստանն է, ինձ շրջապատող մարդիկ են, որոնք բոլորը բարի են, դրական են և միշտ ասում եմ նայեք կյանքին մեղվի աչքերով և դուք կտեսնեք
մեկ նեկտար, արև, լիքը գույներ, լիքը ծաղիկներ, որովհետև յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում են եւ դժվարություններ, եւ խոչընդոտներ, եւ երևի հետաքրքիր էլ չէր լինի, եթե կյանքը իդեալական լիներ, բայց ամեն մեկս ենք իրականում մեր իրականությունը կերտողը ու դրա համար յուրաքանչյուրի խորհուրդ եմ տալիս նայել կյանքին մեղվի աչքերով, հիշել, որ ես կամ յուրաքանչյուրի կյանքում եւ ինձ հետ կապ պահել 2026 թվականին։ Սա պայմանագիրն է, որտեղ ես 44 տարեկանում ընդունվել եմ Ասիա կոնսուլտ կազմակերպության միջնորդությամբ, ընդունվել եմ Մոսկվայի Մոսկովская академия предпринимательства, առաջին կուրս եմ հիմա, մի քիչ դժվարանում եմ, երևի ամեն դեպքում տարիքն իրեն ասում է քննությունների զաչոտների հետ կապված պատասխանատվությունը շատ է, ժամանակի սղություն, ստիպված փորձում եմ նաև գիշերները զբաղվել դասերով, որ հանկարծ ծույլիկ ուսանող չլինեմ, стараюсь. Եվ սա համալսարանի հետ կապված արդեն պայմանագրերն են, ամեն ինչը սիրուն իր տեղը դնեմ, որ ձեզ հետ միասին եզրափակեմ տարին, պլանավորենք նորը եւ այստեղ իմ համալսարանից, որտեղ սովորել եմ թերթիկ է, որ 97-98 թվեր նաև սովորել եմ այստեղ ժուրնալիստիկա, այս իմ ատեստատներն են եւ այս պատմությունով եզրափակելու եմ իմ պատմությունը, սա իմ 8-րդ դասարանի ատեստատն է, մի հատ էս պահնել նայեմ էլի ինչա գրած կնիքի վրա Արցախը, ինքան կնիքը, 91 թվականի վկայական է սա, բայց ես 97-ին եմ 10 ավարտել, սա ստացել եմ 95-ին, Ցավոք կնիքը այնքան մաշված ջնջված է, մենակ Ասկերանսկի ռայոնն է, ինչպես գիտեք, ես Արցախում եմ դպրոց գնացել եւ ես ինձ համարում եմ 50% արցախցի։ Ասկеранская средняя школа, Айгестанская средняя школа։ Բայց ես նաեւ ուզում եմ ձեզ ասեմ, որ էս այնքան հին է, մեր տիպի բաներ կա, չէ, հումորային, որ իմ պասպորտը եղել է կարմիր, սովետական, ստացել եմ Արցախում եւ այն ժամանակ խելքս չի կտրել, որովհետեւ գրված էր Ռեսպուբլիկա Ադրբեջան ու Շավոյի ծննդականն էլ խելքս չի կտրել, ոչ թե խելքս չի կտրել, չենք էլ ունեցել ոչ հեռախոս, ոչ հնարավորություն, ով կմտածեր, որ ֆոտոապարատով կարելի էր նկարել կամ օրինակ այդ անձնագիրը կպահի, կասեի կորցրել եմ եւ որպես տես կարևոր նմուշ կունենայի։ Չէ, ծննդականներում չեմ գտնում եւ այս պատմությունով եզրափակելու եմ իմ ուղիղ եթերը։ Կարծում եմ ձեր ժամանակից շատ տարա, բայց շնորհակալ եմ եւ սա նաեւ մենախոսություն էր ինքս իմ հետ, որովհետեւ ինձ էին նայում, բայց ինչպես ասացի, ձեզ հետ էի սուրճ խմում, երեք ճիշտ դնեմ, որ չկորցնեմ տերը եւ պատմեմ իմ ոսկի ատեստատի պատմությունը։ Մինչեւ 8-րդ դասարանը ես սովորել եմ գերազանց եւ եղել եմ այն աշակերտներից, ով դասը չպատասխանելու դեպքում կարմրում էր, լացում էր, ինձ թվում է սա ծանոթ պատմություն է, որովհետեւ շատ աղջիկներ հնարավոր է նույն վարքն են դրսևորել, ովքեր որ լավ էին սովորում։ Եվ հնարավոր չէր, որ ինձ դաս հարցնեին եւ ես չպատասխանեին։ 8-րդ դասարանս ավարտում եմ 5-երով, որովհետեւ մայրիկս ինձ չէր դասավանդում, եւ 9-րդ 10-րդ դասարանում մայրիկս իմ դասղիկն էր։ Դուք պատկերացրեք, որ երբ որ ես ասում եմ մայրս իմ ուսուցիչն է, դա բարի սուղիղ իմաստով է նաև, որովհետև 9-րդ ու 10-րդ դասարաններում մեր քիմիա կենսաբանության ուսուցչուհին էր եւ մեր դասղեկը։ Այդ պատճառով
դասարանի երեխաների դե չեմ ասում ես չարաճճի չեմ եղել, պարզ է եղել եմ եւ ակտիվ եմ եղել, բայց դասարանում ինչ տեղի էր ունենում, ասում էին Ստելիկի դասարանը եւ ինչ նկատողությունը ես եմ ստանում, իդեպ շատ խիստ էր մայրս եւ դասերի առումով եւ դաստիարակության ու մի օր մայրիկս ասաց մնա տանը շավարշին պահի շավարշս էլ եթե ես 9-րդ դասարան երևի առաջի դասարան էր, բայց պատերազմի ծնված երեխա անդադ հիվանդանում էր, մրսում էր եւ ասեց շավոն հազում մնա տանը պահի քիմիա կենսաբանությունը այսօր վերջ Շենկեր Զաքարյանի առարկաներն ա բան կանես կգամ կասեմ կսովորես ես էլի ովքեր որ լավ են սովորել դպրոցում կփաստեն դպրոցից բացակայել չէի սիրում, դպրոց գնալ շատ էի սիրում, դպրոցը շատ էի սիրում եւ սպասում էի երբ է լույսը բացվելու, որ գնամ դպրոց։ Դասերը սովորում էի շատ սիրով, միշտ օրագիրս գեղեցիկ լրացնում էի, մի խոսքով կլասիկ գերազանցիկ։ Եվ մայրիկս երեկոյան գալիս է տուն ու ասում է քիմիան, թիվը չեմ հիշում, բայց օրինակ, պարագրաֆ 28 կսովորես Ես էլ դե 9-րդ դասարանում 9-10, ես էլ արդեն աղջիկները կփաստեն, չէ, որ մեզ թվում է, որ մենք արդեն մեծ ենք, ինքնուրույն ենք, կարող ենք ինքնուրույն որոշում կայացնել, ծովը ծնկներից է։ Եվ ես ասում եմ, ես մնացել եմ տանը, շավոյին պահել եմ, ճաշ եմ պատրաստել, գործ եմ արել, այսօր արի չսովորեմ քիմիան, մամաս ասում է, հարցնելու եմ։ Իմ առարկան ոչ մեկը պետք է հերթ չպահի, բնականաբար ես չեմ հավատում, որ հարցնելու է, պապաս էլ ինձ ոգևորում ասում է, բալես չի հարցնելու հանգիստ տեղի, մաման տենց բան չի անի։ Հաջորդ օրը գնում եմ, մի քանի վատ թույլ սովորող աշակերտի հարցնում է, մատյանի մեջ 2 է դնում եւ ասում է Սարուխանյան Ստելլա, գրատախտակի մոտ։ Ես կանգնում եմ եւ քանի որ սպիտակա մաշկ եմ, այդ դպրոցական տարիներին հիշում եմ մի բան ինձ որ ասում էին, անմիջապես կարմրում էի ու այսպես ամբողջ դեմքս եռում էր, ես նայում եմ մայրիկիս, աչքերս ճպճպացնում եմ, զարմացած, որ գիտեր որ դասը չեմ սովորել ու հարցնում է, ասում եմ լավ, մամա, պագադի ասում եմ ընկեր Սարուխանյան, դե պատկերացրեք մենք գյուղում ենք ապրում, բոլոր իմ դասարանի երեխաները ամբողջ օրը մեր տանն են եւ բոլորն էլ դե պարզագիտ են, մամասա մի գյուղի բնակիչ ենք, մի մեծ ընտանիք էր այդ գյուղը։ Ասում եմ, ընկեր Սարուխանյանն էի ասում, դպրոցում մամա երբեք չեմ ասել, ասում եմ ընկեր Սարուխանյան, եղբայրս հիվանդ էր, մամաս ասեց մնա տանը երեխային պահի Ես մնացել եմ պահել եւ մարդ չկար, որ դասի տեղը հարցնեի։ Ու դասարանը, մենք մեծ դասարան էինք, երևի մի 30 հոգի։ Բոլորը բարձր ծիծաղում են, բայց այդ բարձրը զգուշ են ծիծաղում ու պատկերացրեք ինչա տեղի ունենում դասարանում, ես կարմրած կանգնած, բայց այս պահին արդեն հաղթանակած, դե տեսար մամա ջան, դու ինձ դաս հարցրիր, ես էլ քո պատասխանը տվի, պատասխանեցի։ Իդեպ ասեմ, ես 44 տարեկան եմ եւ կյանքում մայրիկիս պատասխան տված չկամ, հակաճառած չկամ եւ ոչ թե դա նրանից է որ չեմ կարող կամ ինքը միշտ ճիշտ է ես սխալ, այլ դա հենց դաստիարակությունն է եւ այդ սուբորդինացիա ասվածը դա հենց ընտանիքում էլ պիտի լինի եւ ուզում եմ ասեմ, որ իմ 3 երեխաները երբևէ ինձ պատասխան տված չկան, հակաճառած չկան, բարձր խոսացած չկան եւ Ալինան, որ մեծն է 25 տարեկան է Գագիկը էսա բանակա գնում, նրանք ինձ հետ առանց խորհրդակցելու, առանց քննարկելու իրենց քայլերը, երբեք իրենց ավելորդություն թույլ չեն տա կամ անգամ եթե գիտեն, եթե մի բանը պետք է ծնողի հետ չքննարկես, ուրեմն դու արդեն գիտակցում ես, որ մի սխալ բան ես անում։ Այդպես ես եմ դաստիարակվել այդպես իմ երեխաները եւ կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում է։ Եվ այդ օրը ես պատասխանեցի մայրիկին, ընկեր Սարուխանյան,
եղբայրս հիվանդ էր, մամաս ասեց մնա պահի, մամաս ու դասարանը ծիծաղում է, դե ստացվում է ծիծաղում է իրավիճակի վրա, իսկ մամայիս շատ սիրում էին աշակերտները, մինչև այսօր իր աշակերտները արդեն տարհանված Արցախից, ովքեր ապրում են Երևանում, գալիս են Ձորաղբյուր տեսության, ես իմ դասարանցիների հետ եմ փորձում կապս պահել, իմ համագյուղացիների, եւ մայրիկիս շատ սիրում էին ու բայց շատ խիստ էր, այն խիստ ուսուցիչներից էր, ով երբեք չէր բղավում, երբեք որևէ աշակերտի խփած չկար, բայց բոլորը շատ չէին բացակայում, զգուշ էին ու երևի կասեմ հիմա մեր այս օրերից որ նայեմ, դա հարգանքներ ավելի շատ։ Եվ մամաս գլուխ առանց մատյանից բարձրացնելու, այսպես ասեց, ձեր ընտանեկան պրոբլեմները ինձ չեն հետաքրքրում, երկուս։ Եվ նշանակեց ինձ երկուս։ Ու իմ ատեստատը արդեն 9-10-ը, որ երկուս նշանակեց, ես էլ հերթ էի պահում տեխնիկական առարկաները, կհասկանան ինձ բոլոր գերազանցիկները, ովքեր հումանիտարը սիրում էին, տեխնիկականը չէ, ես քիմիա, ֆիզիկա, հարաշիվ երկրաչափություն այդքան вообще չէի սիրում։ Բայց փոխարենը պատմություն, լեզու, գրականություն, իմ տարերքն էր եւ ասմունքում էի եւ հրաշալի գրում էի, շարադրություններս առաջին տեղն էր մարզային, շրջանային, դպրոցական եւ ասմունքով էի առաջին տեղերը գրավում։ Բայց դե տեխնիկական առարկաները չէի սիրում եւ մայրիկս ինձ 2 նշանակելուց հետո իմ քիմիայի քառորդը եղավ 4։ Ես շատ զարմացած էի, վրդովված էի, նեղացած էի, որը դարձավ այսօր իմ դասընթացների թեմաներից մեկը եւ ձեզ հետ կիսվելու թեմայից մեկը, որովհետեւ այստեղ պետք է ասեմ երբեք անձնական կյանքը չխառնել աշխատանքայինի եւ չառիթավորվել, առիթից չօգտվել, որ մաման ուսուցիչ է, ուրեմն մեզ պետք է վատ պահենք, մաման տնօրենն է կազմակերպության, մենք պետք է մեզ վատ պահենք, ոչ, կանաչ արահետում էլ նույն դպրոցից դպրոցն անցել եմ կանաչ արահետում եւ եղել եմ ամենա զգուշը, ամենազուսպը, ամենակոկիկը, փորձել եմ որպես օրինակ, տնօրենի երեխայի օրինակ, ղեկավարի օրինակ, միշտ իմ հետևից մաքրել եմ, իմ տարածքը մաքրել եմ, իմ դարակները մաքուր եմ պահել եւ որպես կանոն նաեւ այս դասը, որ կանաչ արահետը այն կազմակերպությունն է, կարծում իմ համար դեռ հանդիպած եզակի, ով մաքրուհու հաստիկ չունի, որովհետև թե տնօրենը, թե ծրագրի համակարգողը, թե հաշվապահը ամեն մեկը մաքրել է իր հետևից այդ կառույցում եւ մենք դրա կարիքը չենք ունեցել, որի համար նույնպես հպարտ եմ, որովհետև ես իմ անցած դպրոցով եւ պրոֆեսիոնալ մաքրուհի եմ եւ պրոֆեսիոնալ քաղաքան եմ անում եւ պրոֆեսիոնալ դասընթաց հավարեմ իմ ոլորտի եւ երբեք չեմ ասում ես ամեն ինչ գիտեմ, այլ այստեղ արդեն Սոկրատեսին եմ ցիտելու, ես գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ, որովհետեւ անգամ մեր երեկվա ստացած գիտելիքը հիմա աշխարհ այնքան է արագ գնում, որ այսօր կարող է մի նոր արարություն ծածկել մեր երեկվա ունեցած ինֆորմացիան եւ մենք պատրաստ պետք է լինենք նորը սովորելուն։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել եւ համարել, որ սա իմ ամանորյա շնորհավորանքներ յուրաքանչյուրիդ եւ այս շնորհավորանքի մեջ ուզում եմ ասեմ ես կամ յուրաքանչյուրիդ համար սիրում եմ բոլորիդ եւ շնորհակալ եմ, որ սիրված եմ բոլորիդ կողմից եւ դուք ինձ ընդունում եք իմ առավելություններով եւ թերություններով հանդերձ, դուք ձեզ համարում եք իմ դեղին թագավորության մի մասնիկը, որը յուրաքանչյուրիս թագավորությունն է եւ ուզում եմ հիշեցնեմ ու ասեմ, որ ես կամ այս դաշտում եւ հանրային ու հասարակական կյանքում, որովհետեւ ունեմ աշխարհի ամենա բարի, դրական, հրաշալի, սեր, արև, սկեսուրը, ով նույնպես իմ մայրիկն է, որովհետև սկեսուրի հետ ավելի շատ է ապրում, քան մամայի, իր ստաժը ավելի շատ է այդ առումով, եւ եթե չլիներ նրա հոգատարությունը եւ սերը, մենք, այսինքն ես ու Կարենը չէինք կարող մեր այս կյանքի
ընթացքը, որին որ դուք հետևում եք անցկացնել գյուղերում, որովհետև մենք օրերով գործուղումների ենք, տանը չենք եւ ես չեմ հասցրել անգամ իմ երեխաների մեծանալը նորմալ վայելել կամ տեսնել, բայց պետք է ասեմ, որ եթե մարդը ուզում է լավություն անել կամ դրական գործ, ապա պետք է ինչ-որ բան նաև զոհաբերի։ Այսօր այս թղթերը դասավորելիս գտա թերթ Սովետի ժամանակից եւ 1920 թվականի ինֆորմացիայով դա անգամ հագեցած, բայց թերթը այս ասեմ որ թվի է 1961 թվականի թերթ, որտեղ իմ սկեսուրը աշխատել է ինչ-որ գործարանում, կարծեմ Մետաքս, տենց կարուձելի հետ կապված, ահա, Անիկ Շահինյանը Երևանի Բրդյանուրբ գործվածքեղենի և մահուդի կոմբինատ եկավ հասունության ատեստատով, այժմ նա զույգող ոլորող ցեխի առաջավոր խոտանուհիներից է և լուսանկար, պատկերացնում եք այն ժամանակվա թերթը, իմ կիսուրս չգիտի, որ սա պահել եմ, որովհետև ես, ինչպես ասում եմ, պետք է այդ բաբուշկին սունդուկը ունենամ, տատիկի սունդուկը, սա ես իր թղթերի մեջից եմ վերցրել, երբ որ դասավորում էի և որոշել եմ, որ սա ուղիղ եթերը վերջացնելուց հետո դնելու եմ շրջանակի մեջ պահեմ և կախեմ իր սենյակի պատին ամսի 31-ի գիշերը, որովհետև ինքը շատ հիմա ոգևորվում է, այսինքն նման անակնկալներով և շատ ավելի շատ սեր պետք է տանք, ոչ թե այդպես է ուզում, այլ այդպես է կարգը, որովհետև նա 85 տարեկան է, իսկ ես նրան խոստացել եմ նրա 100-ամյակին փառատոն կազմակերպել այն թափում, որին մասնակցելու են այն թափի բոլոր գյուղացիները և հարակից տարածքի բնակիչները։ Ուզում եմ ձեզ ասել ամենալավն ու բարին, ուզում եմ արև մաղթել և թող 2026 թվականը շարունակությունը լինի մեր ձեռք բերած խաղաղության, շնորհակալ եմ խաղաղության պայմանագրի համար, որովհետև հունվար ամսին իմ որդին մեկնելու է ժամկետային ծառայության և մենք սիրով պատրաստվում ենք նաև դրան, ինչպես պատրաստվում ենք նոր տարում, ծնունդի, այդպես էլ նրա մեկնումն է ինձ համար լինելու է ուրախ տոն, կյանքի ճանապարհ, կրթություն, ինչու՞ չէ, նաև մեծ դպրոց, որը պետք է անցնի և դրա համար շատ կարևորում եմ խաղաղության պայմանագիրը։ Թող որ մեր երկիրը լինի խաղաղ և մենք այս խաղաղ օրերին եկենք լինենք ավելի համախմբվող, ավելի զիջող, ավելի իրար սեր տվող, ավելի իրար հետ դրականով կիսվող, իրար հաջողությունով ուրախացող, որովհետև այդ էներգետիկան, որը որ մենք բաց ենք թողնում մեզանից, այն կրկնապատիկ վերադառնում է մեզ և եթե 3 միլիոն մարդ սեր արտաշնչի, բարին կամենա, դուք պատկերացնում եք ինչ լուսավոր ու արևոտ երկիր կունենանք և թող յուրաքանչյուրիդ տանը լինի խաղաղություն, երջանկություն, առողջություն, երբեք ոչ մեկը չտխրեք, իսկ արցունքները լինեն ուրախության։ Ձեզ ասում եմ ամենալավն ու բարին, արև ձեզ և կարծում եմ յուրաքանչյուրիդ հետ հնարավորություն ու պատիվ եմ ունենալու հանդիպել 2026 թվականին։ Շնորհավոր, գալիք ամանորը։